թիմում ինքնամաքրում չկա, մաքուր չի, այսինքն կեղտոտ թիմը ուզում է մաքրի, ինչը մաքրի, եկեղեցին ումից մաքրի եւ այսպես շարունակ։ Երկրորդ, դու անգամ քո ընտանիքը չես կարողանում նորմալ մաքրես, տղայիդ բացատրես, որ պետք է մեկ-մեկ նաեւ սափրվել եւ լողանալ, կնոջդ բացատրես, որ ինքը միայն քո կինն է եւ այսպես շարունակ։ Այսինքն եթե դու քո ընտանիքը մաքուր չի, ինչ ասում, չէ, եկեղեցին կամ Աստվածաշունչը, որ պետք է պատվիրանները պահես, Սուրբ գրքին հետևես, չէ, քո մաքրությունը, այսինքն մաքրությունը ինքնին Աստվածաշնչյան չէ խորհուրդը։ Այսինքն եթե դու քո ընտանիքը չես մաքրում, մաքրելը բոլոր բառիս բուն իմաստով եւ նաեւ փոխաբերական։ Չես մաքրում քո թիմը, այն թիմը, որը որ խոստացել է գա մաքրի երկիրը, ազատագրի երկիրը, ավելի բարելավի պայմանները եւ այսպես շարունակ։ Ճիշտ է, Հայաստանի քաղաքացիների մասն է խոսքը։ Հիմա դու եկել ես, հասել ես այնտեղ, որ ուզում ես մաքրես եկեղեցին։ Եկեղեցին մաքրողը պետք է մաքուր լինի։ Առաջի քարն է տողը, ոնց որ Աստվածաշունչն ասում, պետք է ամենաանմեղը լինի։ Այսինքն, եթե դու մեղավոր ես, դու քարկոծելու իրավունք չունես։ Փաստացի դու ինչ բարոյական իրավունք ունես զոհերը քո վրա, հանձնումները քո վրա, ստերը քո վրա, քո արագաչափից ստերը մինչև Արցախ, Հայաստանը եւ վերջ։ Այսինքն, եթե դու չես պահում քո պատվիրանները, հարգելի վարչապետ, չես կարողանում թիմդ մաքրես, սիրելի վարչապետ, ու չես կարողանում քո այդ սկզբունքային խոստումները կատարես, վարչապետ Նիկոլ Փաշինյան, վերջի վերջո, ոնց ես դու սիրում քո հայրենակիցներին, խոնարհվում նրանց առջև, ու վերջի վերջո դու ոնց ես պատրաստվում մաքրես եկեղեցին մեր կաթողիկոսից, ով հոծվել է 99 թվականից ի վեր, ու տարիներ շարունակ ծառայել է եկեղեցուն հայ ժողովրդին, ել չեմ ուզում մատնանշեմ առանձին են դրույթները, եկեղեցին ինչքան օգնություն է ցուցաբերում մանկատներից սկսած, անապահով ընտանիքներից սկսած եւ այսպես շարունակ։